Բարի օր։ Այսօր հայաստանյաց առաքելական եկեղեցու մեծ պահքի կիրակիներից տնտեսի կիրակին է։ Տեսեք, շատ ժամանակ մենք խոսելով մեր հոգևոր կյանքի մասին անտեսում ենք կամ փորձում ենք չխոսել տնտեսության մասին կամ ավելի պարզ լեզվով ասած գումարի, նյութի, փողի մասին և փորձում ենք տարանջատել մեր նյութական, կենցաղային կյանքը և մեր հոգևոր ապրումները։ Մեր Տերը այսօր խոսում է հենց մարդու իր կենցաղը, իր գումարը և իր նյութը տնօրինելու մասին։ Եվ անիրավ տնտես առակի ներքո պատմում է մի մարդու մասին, ով իր տիրոջ ունեցածը բաժանեց պարտատերերին և դրանով իսկ տիրոջ գովասանքին արժանացավ։ Սիրելի ունկնդիր, այսօր մեզնից յուրաքանչյուրը իրեն մի հարց պիտի տա. ինչ ունենք մենք այս կյանքում, ինչն է մերը այս կյանքում, ինչու ենք մենք հպարտանում, ինչու ենք մենք մեզ լավ զգում, ինչ որ տպագրված թղթեր ունենալու, ինչ որ մետաղներ ունենալու կամ ինչ որ ազդեցություն ունենալու համար, չէ որ ոչինչը իրականում մերը չէ, միայն մեր սեփականն է, մեր անձը, մեր այն շնորհները, որ Աստված տալիս է ուրախություն ապրելու համար, որովհետև մեր անձը մենք չենք կարող կորցնել, եթե գտել ենք այն, ինչ իրավիճակում էլ լինի, սովի մեջ, ցրտի մեջ, խավարի մեջ, թե պատերազմի մեջ, բայց բավական է, որպեսզի մի փոքրիկ բան փոխվի և մենք կորցնում ենք մեր ամբողջ նյութական ունեցվածքը։ Ուրեմն այսօր մենք պիտի մտածենք, թե ինչն ենք դնում մեր կյանքի կենտրոնում, նյութը որպես գործիք ապրելու և գտնելու մեր անձը, թե նյութը որպես գերնպատակ, որի համար կարելի է զոհել և կյանքը, և անձը, և Աստծո ու մեր հարաբերությունները։ Ուրեմն, սիրելիս, ապրիր մեր Տեր Հիսուս Քրիստոսին փնտրելու և նյութը միայն և միայն քո հոգուն և անձին ծառայեցնելու նպատակով։